այսօրը դեր ունեցավ այս ողբերգական դեպքը եւ մինչ այսօր չկա որևիցե մեկը, ով գրում է պատասխանատվություն դեր ունեցած սպանության համար, ինչով եք սա պայմանավորում։ Շատ մեծ ու կարևոր մի հանգամանքով, որ սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետ ոչ բարով Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից եւ ավտոշարասյան մեքենաներից մեկում էլ բնականաբար եղել է հենց ինքը վարչապետը, ով փաստերով առաջնորդվենք, որովե միջամտություն չի ցուցաբերել, որպեսզի շարասյունը կանգնեցնեն կամ գոնե մեքենաներից մեկը կանգներ եւ անօգնական հղի կնոջը օգնություն ցուցաբերել։ Մենք գիտենք, որ նման պաշտոնական ավտոշարասյան մեջ միշտ լինում է բժշկական մեքենա, բժիշկներով մեքենա, որը շատ հանգիստ կարող էր այդ օգնությունը ցուցաբերել։ Եվ գիտենք, որ հարվածի պահին Սոնան դեռևս ողջ է եղել։ Հետևաբար ավտոշարասյունը վայրագ ձևով վարելուց հետո շարունակելով իր ճանապարհը ոչ միայն վայրագությամբ սպանել է մարդուն, այլ նաև զրկել են շանսերից, որ հնարավորություն կտար երիտասարդ կնոջը գոնե մի փոքր շանս կտար ապրելու։ Հավանականությունը, որ ընդհանուր գործի քննության 5 տարվա ընթացքում, որից 3-ը բարեհաջող ձևով գլորել են, կբացահայտվի կամ կպարզվի կամ պատասխանատվության կկանչվի այն մեկը, ով այդ պահին վարում էր մեքենան, շատ քիչ է։ Ինչու ենք շանսերը քիչ գնահատում, քանզի դատավարությունները տեղյակ ենք ինչ ձևով են ընթանում։ Նախ արհեստական ձևով խոչընդոտվում է նիստերի բնականon կայացումը, արհեստական պատճառներով երկարաձգվում, հետաձգվում են նիստերը, յուրաքանչյուր նիստի ժամանակ հավելյալ անգամ վրաերթի կադրերը դիտելու պարտադրանքով, որպես հերթական անգամ փաստի քննություն ստիպում են հարազատներին կտանքների ենթարկվել եւ ամեն անգամ վերապրել ողբերգությունը, ինչի արդյունքում հարազատները հոգեբանորեն բարոյական առումով վնասներ կրելուց բացի նաև ֆիզիկական վնասներ են կրում։ Նիկոլ Փաշինյանը երբ որ վարչապետ է ընտրվել, հիշում եք, ասում են կարմիր լուսիտակ պիտի կազմի իր ավտոշարասյունը, որտեղ ինչ աննորմալ բան կա։ Հետո մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ եւ այս օրերին էլ միակ դեպքը չէ, թե ինչպես են համացանցու կազմակերպ տեսանյութեր կան, թե ինչպես է սլանում իրեն ուղեկցող ավտոշարասյունը։ Այո, ուրեմն Սոնա Մնացականյանի ողբերգական դեպքի այս 3 տարիների ընթացքում տարբեր քաղաքացիներ, այդ թվում նաև այսօրվա նախաձեռնության մասնակիցները ուսումնասիրել են եւ պարզել են, որ եւ Սոնա Մնացականյանի ողբերգական դեպքից առաջ եւ բնականաբար հետո էլ ու բոլորովին վերջերս էլ բարբերաբար այդ ավտոշարասյան կողմից դեպքեր են գրանցվում, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի ապահովագրված չէ, որ կարող է դառնալ հերթական զոհը։ Այս վարչախումբը, որը ոչ վաղ անցյալում իր պաշտոնավարման ստանձնումից առաջ որպես ընդդիմադիր ուժ բարբերաբար մատնանշում էր այդ օրվա իշխանության կողմից թույլ տրվող սխալները, այսօր գերազանցում է այդ սխալները եւ ավելի այլանդակ ձևով է իրականացնում։ Սոնա Մնացականյանը հերթական մի քաղաքացի չէ, Սոնա Մնացականյանը երազանքներ ունեցող, լուսավոր, պայծառ ապագա կերտող, հայրենիքին նվիրյալ 20 թվականի 44-օրյա պատերազմի նահատակներին եւ վիրավորների համար նախաձեռնություն իրականացնող մի լուսավոր երիտասարդ աղջիկ էր, որի կյանքը ընդհատվեց եւ անարդար ձևով պատասխանատուները, մեղավորները պատասխանատվության չեն կանչվում։ Ես կարծում եմ, որ չպետք է մոռացնել տալ այս դեպքը, ինչին որ իշխանական քարոզչամեքենան լցված է շուրջ 3 տարի, ամենաաբսուրդ, ամենաանհավանական մանիպուլյացիաներով փորձելով մեղավոր ճանաչել հենց զոհին, կարծում եմ բոլորս հետևել ենք սոցիալական ցանցերում, տեսել ենք, թե ինչպիսի պրիմիտիվ մանիպուլյացիաներ են անում, չպետք է թույլ տալ, որպեսզի այս դեպքը մոռացնել տան հասարակությանը։ Այսօր մի իրավիճակ է ստեղծված, որ համընդհանուր մեծ ժխորի մեջ
տարբեր հասարակական քննարկման առարկաների ֆոնին այսպիսի ողբերգական դեպքից մեր քաղաքացիները տեղյակ չեն։ Եվ այսօրը մենք փորձում ենք ոչ միայն ոգեկոչել, նշանավորել, արժևորել եւ հիշացնել Սոնայի մասին, այլ նաեւ զգուշացնել, որ յուրաքանչյուր քաղաքացի, եթե լռի, չբարձրաձայնի եւ հետամուտ չլինի, որպեսզի պատասխանատուները, մեղավորները պատժի ենթարկվեն, իրենք կարող են դառնալ պարզապես հերթական զոհը այն վայրագությունների, որ մայրաքաղաքում թույլ է տալիս վարչապետական ավտոշարասյուն։ Կարող եք մի բան պատկերացնել ներողություն, թե ինչ կաներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե նման ցավոք ողբերգական դեպք տեղի ունենար իշխանության այլ ներկայացուցիչներ, նկատի ունեմ նախկին իշխանության, կապ չունի կլիներ նախագահ, վարչապետ, սովորական շարքային պաշտոն։ Իհարկե կարող եմ պատկերացնել, որ եթե լիներ օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ուղղակի անընդհատ ազգային ժողովի ամբիոնը կօգտագործեր, որպեսզի այս դեպքը դրոշակ դարձներ եւ օգտագործեր իր քաղաքական շահարկումների համար։ Իհարկե կարող եմ պատկերացնել, բայց քանի որ այսօր իրենք իշխանության կրող են, այսօր իշխանությունը իրենց ձեռքի տակ է եւ այնքան սանձարձակ են դարձել, որ այսպես պարզապես կարող են փողոցներում շրջել, նույնիսկ ասենք հասարակական ըմբոստությունը իրենց վրա ազդեցություն կարող է չունենալ։ Բայց ես վստահ եմ, որ տևական տարբեր թեմաներով անընդհատ այդ դժգոհությունները արտահայտելով մենք կարող ենք հասնել նրան, որ հասարակական մեծ զանգվածային ճնշումը կարող է ուղղակի իրենց մինիմում գոնե զսպել։ Էլ չեմ խոսում այլ հետևանքների մասին։ Տիկին Կոստանյան, այսօր զուգադիպությամբ նաև քաղաքացու օրն է Նիկոլ Փաշինյանի կողմից հնարված այդ տոնը եւ ասում է, որ Հայաստանում քաղաքացիներն արդեն ազատ են, այստեղ ընտրություններ չեն կեղծվում, ինչ կարող եք ասել այս հարցի։ Դե գիտեք, շատ բան են իրենք ասում, իրենք ինչ ասես կարող են ասել, դա չի նշանակում, որ իրականությունն է։ Այս տոնն էլ, որը ստիս կեղծ շինծու տոն է, ինչ է նշանակում քաղաքացու, այսինքն արժանապատիվ քաղաքացու համար յուրաքանչյուր օրը կարող է տոն լինել։ Եվ շինծու տոները պարզապես Հայաստանի Հանրապետությունում իրենց ձեռամբ կերտված, տեսնում եք քաղաքում կարծում եմ ազդեցություն այդպիսի չունի, ինչպես օրինակ տասնյակ տարիներ կամ չգիտեմ ավելի հռչակված տոները։ Սա հերթական կեղծ ֆեյք իրենց պես տոնն է, որը կարծում եմ այս իշխանությունը փոխվելուց հետո շատ հեշտ եւ հանգիստ մոռացվելու է ինչպես իրեն։